Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության գործողությունների ծրագրի 12/1 գործողությամբ նախատեսված էր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետությունում բնակվող անձանց վերաբերյալ համապարփակ և ամբողջական վարչական տվյալների, ներառյալ անհատական տվյալների, հաշվառման հասցեի, տրամադրվող կենսաթոշակի, նպաստի, ինչպես նաև գույքի, այդ թվում հողի նկատմամբ իրավունքների վերաբերյալ տվյալների բազայի ստեղծում։ Այս համակարգի ստեղծումը կարևոր և անհրաժեշտ քայլ է, որը դրական ազդեցություն կունենա մի քանի ուղղություններով, նախ այն կնպաստի բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը, ապահովելով նրանց վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը, երկրորդ կբարելավի պետական մարմինների միջև փոխգործակցությունը և կմիասնականացվեն տարբեր գերատեսչություններում առկա տվյալները, և երրորդ այն իրական գործի կհանդիսանա հետագայում ռեստիտուցիայի և փոխհատուցման գործընթացների համար հիմքեր ստեղծելու գործում, սակայն որոշակի խնդիրներ կան, որոնք մտահոգություն են առաջացնում այս համակարգի արդյունավետության վերաբերյալ։ Նախ միգրացիա և քաղաքացիության ծառայության կողմից վարվող Արցախից բռնի տեղահանված անձանց հաշվառման տեղեկատվական համակարգում ներառված չեն բոլոր փաստացի բռնի տեղահանված անձինք, սա նշանակում է, որ որոշակի խումբ բռնի տեղահանված անձինք հնարավորություն չեն ունենալու նոր համակարգի միջոցով ստանալու իրենց վերաբերյալ տեղեկատվություն։ Որոշ դեպքերում տեղեկատվական համակարգում չներառելու հիմք է հանդիսացել վարչական մարմնի կողմից ընդունված ոչ բարենպաստ վարչական ակտը, ոչ իրավաչափ վարչական ակտը։ Խնդիրը առավել սրվում է, քանի որ դրանց հետևանքով բռնի տեղահանված անձինք զրկվում են սոցիալական աջակցության ծրագրերից օգտվելու հնարավորությունից։ Այս իրավիճակը կարող է բացասական ազդեցություն ունենալ մի շարք հարցերում, հետևաբար կարծում եմ, որ անհրաժեշտ է վերանայել առկա հաշվառման տեղեկատվական համակարգը, ներառելով բոլոր իրապես բռնի տեղահանված անձանց, կանխելով որևէ բռնի տեղահանված անձի անհիմն բացառումը։ Հարկ է նշել նաև, որ այս գործողությունը նախատեսված էր իրականացնել 2024 թվականի ընթացքում, սակայն այն դեռևս չի իրականացվել։ Այս ժամկետային ուշացումները ոչ միայն ընթացակարգային խնդիր են, այլև մի շարք բացասական հետևանքներ են առաջացնում բռնի տեղահանված անձանց իրավունքների և օրինական շահերի արդյունավետ պաշտպանության մեխանիզմների ստեղծման գործում։ Ռազմավարության գործողությունների ծրագրի 2024 թվականի տարեկան հաշվետվության մեջ նշված է, որ համակարգն անցել է վերջնական թեստավորման փուլը, բոլոր բաղադրիչները մշակվել և շտկվել են, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի կադաստրի տվյալների։ Կադաստրային տվյալների բացակայությունը բացասական հետևանքներ է ունենում, քանի որ առանց այդ տվյալների հնարավոր չէ իրական պատկերացում կազմել բռնի տեղահանված անձանց գույքային իրավունքների վերաբերյալ։ Կադաստրային տեղեկատվությունը կենսական նշանակություն ունի հետագայում փոխհատուցման մեխանիզմներ մշակելու և գույքային իրավունքների հաստատման տեսանկյունից։ Տեղեկատվական համակարգի գործարկման համար անհրաժեշտ է իրավական ակտի ընդունում, որը կկանոնակարգի համակարգից օգտվելու ձևերը և իրավական ուժ կտա համակարգի միջոցով ստացված տեղեկանքներին և փոխանցվող տվյալներին։ Իրավական ակտ դեռևս չի մշակվել։ Այս իրավական բացը կարող է ազդեցություն ունենալ ինչպես համակարգի արդյունավետության, այնպես էլ անձնական տվյալների պաշտպանության առումով։ Անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից կարևոր նշանակություն ունի այն, թե ով կարող է օգտագործել այդ տվյալները, ինչ նպատակով և ինչ երաշխիքներ կան դրանց ապօրինի օգտագործումը կանխելու համար։ Ամփոփելով կարող ենք նշել, որ թեև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց վերաբերյալ համապարփակ տվյալների բազայի ստեղծումը կարևոր նախաձեռնություն է, այնուամենայնիվ դրա արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է լուծել մի շարք խնդիրներ։ Նախ ապահովել բոլոր իրապես բռնի տեղահանված անձանց ներառումը համակարգում, վերանայելով ոչ իրավաչափ վարչական ակտերը, երկրորդ արագացնել անհրաժեշտ իրավական ակտի մշակումը և ընդունումը, և երրորդ սահմանել հստակ մեխանիզմներ տվյալների պաշտպանության և դրանց նպատակային օգտագործման համար։